ինքը դառնում է քննադատող, այո, բամբասող, հիասթափված, ամեն ինչին անուն դնող, հպարտ մարդը ամեն խորհրդին հակառակ է կանգնում, բայց երբ որ մարդը զարգանում է առաջ աշարժում, ինքը այս ամենի ժամանակը չունի, այո, եւ գիտեք, Աստված պատվիրում է Ադամին եւ Եվային, ասում է աճեք, ինչու մենք պետք է աճենք, եւ ներսում մեր ընտանիքի ներսում փոխհարաբերության մեջ եւ ամեն բանում մենք պետք է զարգանանք։ Եվ Աստված տվել է այդ միտքը, որովհետեւ մեր երակներով մեր դենքան Աստծուց է եկել։ Մենք ինչպես երկրավոր, այնպես երկրավորները, ինչպես երկնավոր, այնպես երկնավորները, մենք Աստծուց ենք ծնվել, մենք վերստին ծնվել ենք եւ մենք ունենք այդ կարողությունը, այդ պաշարը, այդ պոտենցիալը մենք ունենք, այդ ձգտումը, այդ ընդունակությունը մենք ունենք, մենք զարգանալու, ամեն։ Ոնց է։ Դե sense։ Ու գիտես, երբեմն ինչն է ինձ շատ բարկացնում, երբ որ հանդիպում ես երիտասարդ զույգի, երիտասարդ, նախկին երիտասարդ, լավ, մի 40 տարեկան, ասենք, ամուսինների հանդիպում ես, ասում ես, ինչպես ես, ասում ես, էլի պարավիս հետ։ Ուղղակի չես հասկանում, մենք կարիք ունենք զարգանալու, մենք կարիք ունենք մեր ընտանիքում, մեր կյանքերի մեջ ռոմանտիկա մտցնելու։ Ինչ? Ռոմանտիկա դա մեղք չի։ Կողքին տասա դա մեղք չի։ Գիտես, հետաքրքրություն մտցրա կյանքիդ մեջ։ Բաներ կարդա։ Մեղք չի նաև կարդալ գրականություն, կարդա Ավետիք Իսահակյան, կարդա այսօր Հովհաննես Թումանյանից ես տողեր եմ կարդալու ձեր համար։ Շատ նորմալ է, որ դուք ձեր զարգացման վրա ժամանակ դնեք։ Գիտես, երբ որ դու մեքենա ունես, մեքենատ օգտագործում ես, ինքը ընթացքում հնանում է։ Քո փոխհարաբերությունն էլ երբեմն հնանում է։ Քո օգտագործած բառերը քո երեխաներին, քո կնոջը, քո ամուսնուն հնանում է։ Դու պետք է զարգանաս, ամեն։ Փոխարենը Ադամը եւ Եվան իրանք զարգանային, պրոգրեսի գնային, հապա դեգրադացվեցին։ Իսկ ինչ որ նոր զարգացում չունեցան։ Ադամը եւ Եվան, ավելին ասեմ ձեզ, Եդեմի պարտեզում երեխա չունեցան, բայց Աստծո պատվերը Եդեմի պարտեզում Ադամին Եվային երեխա ունենալն էր։ Ես չգիտեմ ինչով էին զբաղված իրանք։ Աստղագիտությամբ, չգիտեմ, զույգ էին բռնում, ինչ որ բոստան էին մշակում։ Գուցե ռոմանտիկա չկա իրանց մոտ, ես չգիտեմ, բայց գիտեք, իրանք զարգացման չգնացին։ Աստծո խոսքն ասում է, հոգիով գնացեք, մարմնի գործերը չեք կատարի։ Եթե ով է մահացածը, ով որ չի ապրում։ Ամեն։ Նա որ շարժվում է, ինքը կանգնած չի։ Ինչիշտ եք հասկանում ինչ եմ ասում։ Եթե ես շարժվում եմ, ուրեմն ես կանգնած չեմ։ Եթե ես ապրում եմ, ուրեմն ես մեռած չեմ։ Եթե ես չեմ զարգանում, ուրեմն ես հետընթաց եմ ապրում։ Ես դեգրադացվում եմ։ Ընտանիքում դու պետք է զարգացում ունենաս։ Հիշի միշտ դու նորոգություն պետք է ունենաս։ Եղբայրներ, երբեմն մենք մտածում ենք, քույրերը շպարվում են, գունում են իրանց, ներկում են, չգիտեմ, շրտներ կա, աշկերնա, մյուս, բաները, գիտես, ինչ ենք անում մենք, բայց կարելի է մեկ-մեկ սանրվել, կարելի է մի քիչ շշուտ սափրվել, կարելի է մենք էլ մեզ նայենք, իհարկե ես չեմ ասում, որ դուք էլ շպարվեք, մենք հայ ենք, ես դեմ եմ, բայց խոսքը նրա մասին է, ում համար են անում, քո համար,
դե էսեմ էլի, թազապկի փոխվեմ էսին, աշկեր էսին, մազեր էսին, քիթը ականջները էսեմ։ Գիտես, այդպես չի։ Երազանք ունեցի, ռոմանտիկա ունեցի, զարգացրա քո ընտանիքը, զարգացրա քո կյանքը։ Քո փոխհարաբերությունը, քո երեխաների հետ, կնոջ հետ, ծնողների հետ, քո շուրջը, որովհետև ընտանիքը դա Ադամը եւ Եվան եւ ներքին քաղաքականություն ունեն եւ արտաքին քաղաքականություն։ Ոչ արտաքին քաղաքականության մեջ հաջողվեցին, ոչ ներքին։ Ներքին քաղաքականության մեջ հաջողվեցին, երեխա չունեին, արտաքին քաղաքականության մեջ հաջողվեցին, օծը եկավ Եվային տարավ Ադամի ձեռից։ Լսեց Եվան ավելի շատ օծին, քան Ադամին։ Փոխարեն ընտանիքը նվաճեր տիրեր, երկիրը ինքը նվաճվեց, թույլ մի տու, որ արտաքին օտար ազդեցություններից քո դրախտը դուժի, որովհետև եթե դու դրախտը չտանես, դու դրախտից դուրս կգաս։ Ժողովող գիրք 10-րդ գլուխ 18-19 համար Շենքը ծուլությունով կփլվի, ձեռքերը կախելով տունը կկաթի, հացկերույթը ուրախանալու համար կանեն, գինին կզվարթացնե կյանքը, արծաթը պատասխան է տալի ամեն բանի համար։ Իսկ արծաթը ինչպես են ձեռք բերում, գինի, հացկերույթ, խնջույք, կարծես լավ բաների մասին է խոսում, բայց սրա համար ինչա պետք, վճարել է պետք։ Իսկ ամեն աշխատության մեջ կա արդյունք։ Նայի քո ընտանիքը, առավոտ շուտ երբ որ արթնանում ես, կանգնում ես հայելու առաջ, դու հասկանում ես, որ դու դեռ խնամված չես։ Մազերդ խառն է, եղբայրներս սափրված չեն, դուք շպարված չեք, դու ինչ եք անում, կարգի եք բերում ձեր արտաքին տեսքը։ Դու տանը կարող ես մի տեսք ունենաս, բայց երբ որ տանից դուրս ես գալի, դու ներկայանալի տեսք ես ունենում։ Բայց դուք պետք է ներկայանալի տեսք ունենաք միշտ մեկը մյուսի համար։ Ամեն։ Նաև դուք ներկայանալի տեսք պետք է ունենաք ձեր երեխայի համար, ձեր ծնողի համար։ Ամեն։ Ձեր քրոջ, ձեր եղբոր համար։ Եվ խոսն ասում է ծուլությունով շենքը փուլ կգա։ Ուզում ես ընտանիքը զարգանա, բարձրանա, դու պետք է աշխատես քո ընտանիքի վրա։ Դու պետք է աղոտ կանես քո ընտանիքի համար։ Դու պետք է գեղեցիկ խոսքեր գտնես, թե քո կողակցի, թե քո երեխաների, թե քո ծնողների, թե քո քրոջ եղբոր, քո ընտանիքի, քո հարազատների, ընտանիք մի քիչ ավելի մեծ լայն հասկացողություն եմ ուզում ես բերեմ։ Եթե ծուլություն անես, դու չաշխատես այս ուղղությամբ։ Երբ որ դու խոսում ես անցած ծույլ մարդու բոստանի մոտով, իր ցանկապատը փլված էր եւ կանաչներ էին դուրս եկել, խոտեր, փուշեր, տատասներ էին դուրս եկել։ Գիտես, եթե մենք ծույլ լինենք, բոլորը տեսնելու են մեր ծուլությունը։ Քո ընտանիքն է դուժելու, բայց աշխատասեր լինելով քո մի փոքր ավելի ուշադրությամբ ամեն բան կփոխվի։ Դուք հիշում եք Դանիել Վարուժանը մի բանաստեղծություն ունի, ձոն։ Ով այժմ։ Բուրմը ժպիտ, բուրմը խոսք, քուրամի խոսք, դյութե իմ սիրտ։ Հիշեցիք։ Բուրմը ժպիտ, բուրմը խոսք, քուրամի խոսք, դյութե իմ սիրտ։ Գիտես, եթե քո խոսքը կարող է դյութի, ինչ որ մեկի սիրտը թող դյութի։ Եթե քո ժպիտը ինչ-որ բան կարող է փոխի։ Հոգնած եմ, հավես չունեմ։ Երեխեքին ասա մի հատ ձեն չանեն, հա, հոգնած եմ։ Ոչ ժպիտ կար ստեղ, ոչ խոսք կար ստեղ։ Մենք պետք է աշխատենք։ Ամեն։ Մենք պետք է աշխատենք։ Գիտես, շատ կարևոր է, որովհետև մենք աղ ենք, մենք լույս ենք։ Շատ անգամ մենք գիտեք, չգիտես, մեր ազգը շատ հպարտ ազգ է։ Միշտ երբ որ այս բաների մասին խոսում եմ, տղաս ասում է, պապ, լավ էլի մեր մշակույթին շատ ես գտնում։
Ես իրականում մենք հպարտ ենք, ինչով ասես մենք կպարծենանք։ Մենք աճառով փլավ ունենք, մենք ռշտա ունենք, մենք էս ունենք։ Գիտես, բայց մենք էլ ժպտա չգիտենք։ Մենք էլ փնփնթան ենք, մենք էլ հպարտ ենք։ Շատ հպարտ ենք։ Օտարի մոտ մեր կողակցի վրա կբղավենք, մեզ չակերտավոր տղամարդու տեղ կդնենք։ Ու հետո կփորձենք սիրտը շահել։ Ինչի համար։ Սա մեր դառը իրականությունն է։ Ես շատ եմ ճանապարհորդում եւ մեկ-մեկ տեսնում ես հայ տղամարդ է։ Գորմա կնոջ վրա, աղջի լարակ գնա։ Գիտես, իհարկե ես մի անգամ դրանից օգտվեցի, նահանգներ էինք թռնում ու տարիքով տատիկ պապիկ էին մոտ 60-70 տարեկան կլինեին, իմի աստիճաններն ենք, ներքևից ենք բարձրանում աստիճանները, գետնից բարձրանում ենք աստիճանները, ու այս պապին ես տատին հրես դե գնա էլի այախի, այս խեղճ տատի հողաթափը չուստիկ է ընգավ հակից։ Ասում այմոր, տո քեզ ասում եմ Ամերիկայինք հետում տա ժամանակն է, մտել են, ուրախացել են Ամերիկային հետում, բայց գիտես ես իմ տեղը չկտա։ Ես խնդրեցի ասի թույլ տվեք, սա իմ անձնագիր իմ տոմսը, նա դուրս գամ էլի հետ գամ, ինչ ա եղել, ասի խնդրում եմ։ Թույլ տվեցին դուրս եկա, գնացի տատի չուստիկը գետնից վերցրեցի, բարձրացա տարատվեցի ու այդ պատճառով երբ որ իմացավ անձնակազմը ին տեղը փոխեցին, վերեցին բիզնես կլաս։ Ես բիզնես կլասով Ամերիկա թռա։ Ես մոտավորապես գիտեք 4 անգամ, 5 անգամ ավելի թանկ էր, եթե դու կարող ես $1000-1500 դու դա обратно թռնես, դա երևի մի 5000-6000-ի կարգի կլաս էր։ Շատ լրիվ ուրիշ բան իմացա։ Բայց ինչ եմ ուզում ասեմ, իսկ ինչի համար։ Չէր կարելի, ասենք այդ իր կնոջ պայուսակը վերցներ, գեղեցիկ ուղեկցեր, կինը մտներ ներս, հետո ինքը մտներ, կարելի էր, չէ։ Չէ։ Ինքը տղամարդ է, ինքը պետքա գոռա, ինչի համար։ Գիտեք, եկեք բաներ կա, մենք պետքա փոխենք, մենք պետքա աշխատենք մեր վրա։ Երբ որ գնում ենք մենք վարսահարդարի մոտ, ասում ենք, այսպես կտրի, մենք այսպեսին ենք ուզում մեր արտաքին տեսքը, մեր մազերը ուզում ենք այս սանրվածն ունենա, այս չափեն կտրվածք ուզում, այո թե ոչ։ Համաձայնվի, որ դու կարիք ունես վարսավիրի մոտ գնալու ու եկել ես։ Ու հիմի նստած ես ու հիմի բաներ կտրտվում ա քո կյանքում։ Ու շատ ճիշտ կլինի, գիտեք, եկեք համարձակ լինենք փոխվելու, եկեք խիզախ լինենք փոխվելու։ Երբ որ սիրտը տվեցիր Տիրոջ ինչ ասեցին։ Արասին հավատացյալ դարձեր, մոտա։ Ասին, բայց դու երինք ես հետում։ Դու վայելում ես Տիրոջ սերը։ Դու իրականում վայելում ես կյանքը, Քրիստոսին ես վայելում։ Անկախ նրանից մարդիկ ինչպես են մտածում քո մասին, դա կարևոր չի քո համար։ Հիմա գիտես, այս առումով մենք պետք է աշխատենք, եթե մենք չաշխատենք ծուլությունով, մեր շենքը փուլ կգա։ Փորձությունները մեր ամրանալու համար են, ոչ թե հուսահատվելու։ Այս ինչ փորձանք եկավ իմ գլխին։ Ասել եք այդ բանը։ Դեր Աստված ախր մենք այդպես բան չէինք ցանեխի, սենց եղավ։ Քրիստոնյաներ բաներ ունեն, չէ՞, սենց հատուկ հոդվածներ ունեն, համարներ ունեն, որ դեպքում ինչ ալնում, որ դեպքում ինչ չի լինում։ Ըստ Տեր Աստված ինչի, բայց Աստծո խոսքն ասում է, որ փորձությունը փորձառություն է տալիս մեզ։ Ամեն։ Մի շարժվիր եւ մի ապրիր քո անցյալով։ Խնդրում եմ ուշադիր եղի։ Մի քիչ խորը բանի մասին է խոսում Թումանյանը։ Մենք հին փառքով ու նոր ցավով ազնվականներ ենք։ Մենք հին փառքով ու նոր ցավով ազնվականներ ենք։ Միշտ հիշում է անցյալը, անցյալի փառապանց հաղթական օրերը, մի քանի բանել ավելացրած ոչ չի եղել։ Հին փառքով, նոր ցավով ազնվականներ ենք։ Իրարից խորթացած նայի հին ցավը ինչ անում։ Հին փառքը, նոր ցավը
իրարից խորթացնում է, իրարից խորթացած։ Մտաբերում ես, որքան էինք սիրում միասին կանգնել փոթորիկի դիմաց։ Դու ասում ես, հիշում ես, միասին մենք ինչքան էինք սիրում փոթորիկի դիմաց կանգնել, միասին ինչքան էինք սիրում դիմակայել, հաղթել։ Գիտես, երբեք մի հանձնվի, շարժվի առաջ։ Եթե մեկ անգամ հաջողություն, մեկ անգամ հաղթանակ ունեցել ես, երկրորդը կունենաս, երրորդը կունենաս։ Այո։ Ժողովող 9-րդ գլուխ 8-րդ խոսքը ասում է, հանդերձի հետ միշտ սպիտակ լինի, գլխիդ յուղը չպակասի։ Կյանքդ վայելի քո սիրած կնոջ հետ։ Քո ունայն կյանքի բոլոր օրերում, որ քեզ տվել եմ արեգակի տակ։ Քո բոլոր օրերը ունայն են, որովհետև նա է քո բաժինը ապրողների երկրի մեջ։ Քո բաժինը Աստվածաշունչն ասում է, քո կողակիցն է։ Ուրիշի կողակիցը չի, ուրիշինից գործ չունես։ Ուրիշի ամուսին, ուրիշի կինի, ինչ արեց, ինչպես արեց, ինչի, դու ուշադրություն դարձրա քո ընտանիքին, ծաղկի, զարգացրա, քո եդեմի պարտեզը բարձրացրա, նորոգի, քո ընտանիքը, քո երեխաները, քո ծնողը, քո հարազատը, քո ընտանիքի վրա ուշադրությունը դարձրա։ Ամեն, որովհետև քոնն է քո բաժինը։ Սենց մի գեղեցիկ խոսք կա, կարող եմ հիշել, եթե դու չներես և եթե դու շարունակես չներել, դու ժամանակ չես ունենա սիրելու, կարծեմ մոտավորապես այսպես էր։ Ես կարճ ուզում եմ, մեր մոտ չամուսացածներ ուզում եմ ձեռք բարձրացնեն, ձեր հետ առանձին ես սեմինար կանցկացում, կարճ ուղղակի 1-2 ընտրության մասին ես ասեմ, մտածում էի մենք ավելին կունենանք չամուսացածներ, ասո խոսացում է լույսը խավարի հետ գործ չունի, ընտրություն կատարելիս, լույսը թող ամուսնանա լույսի հետ, հավատացյալը անհավատի հետ բաժին չունի, ամեն, սա Տիրոջ կամքը չի, և իսկ Աստվածա որոշումով է մեր կողակիցը, թե մենք, բոլորի համար հարց է, Աստված միջամտություն կարող է ունենա ամեն մեկիս կյանքում, բայց որոշողը դու ես, այնպես չի, որ դու երբ որ ծնվեցիր, կողակիցդ, չգիտեմ որտեղ ծնվեց ու հենց ինքը քո համար ստեղծված է, դու կարող ես իրան ասել, որ ինքը քո համար ստեղծված է, ինքը շատ կուրախանա դրա համար, դա լավ է, դա գեղեցիկ խոսքեր է, բայց դուք եք որոշում ու երբեք մի ամուսնացեք ոչ գեղեցկության հետ, ոչ ֆինանսների հետ, ոչ ուղեղի հետ, գիտես ես ինչ քույրիկն ես լավ աղոտ կանցկացնում, իր այդ աղոթի, գիտես ես ինչ քույրիկ ինչքան գեղեցիկ է, նա իր գեղեցկության բիացի, բայց դու մտած իր հետ կարող ես ապրել, իր նախասիրությունները, իր հասկացողությունները, իր մոտեցումները, իր ինտելեկտը, շատ կարևոր է, որ դուք կարողանաք համահունչ լինեք, որ դուք կարողանաք իրար հետ ճանապարհ գնաք։ Աստծո խոսքը ասում է, չեն կարող երկու մարդ մի ճանապարհ գնալ, եթե միաբանություն չունեն։ Այո։ Եվ Աստված ասեց, լավ չի, որ մարդը մենակ լինի։ Այո, լավ չի, որ մարդը մենակ լինի, եւ Տերը ուզում է, որ դու մենակ չլինես ու դու գողակից ունենաս։ Եկեք գնանք սահուն անցնենք փոխհարաբերություններին, որտեվ մեր մոտ երկար է փոխհարաբերությունների թեման։ Ահա, ճիշտ գտա։ Եթե դուք դատում եք ինչ-որ մեկին, ապա դուք ժամանակ չեք ունենում նրան սիրելու համար։ Սա չեմ ուզում օտարի մասին մենք խոսենք։ Ուզում եմ քեզ ասեմ, թե կին, թե տղամարդ, թե երեխա, թե ծնող, եթե քոնինին դու դատես, քննադատես, ով է սիրելու, ով է բարձրացնելու, ով է հոգ անելու։ Բայց չէ որ սերը այնա, հոգատարությունը այնա, որ կարող է զարգացնի, ոչ թե դեգրադացնի, այո։ Մենք կանչված ենք, որպեսզի աճենք փոխհարաբերության մեջ, սիրո մեջ։ Աստվածաշունչն ասում է սիրո մեջ աճեք։
սիրո մեջ աճենք, հարգանքի մեջ աճենք, մեկից մյուսին գնահատելու մեջ աճենք։ Ժպտացեք մարդկանց, ժպտացեք միմյանց, ժպտացեք ձեր ամուսնուն, կնոջը, երեխային, կարևոր չէ ում, ժպիտը կօգնի ձեզ մարդկանց հանդեպ ավելի սիրով լցվելու։ Ամեն, ժպիտը կօգնի մարդկանց հանդեպ ավելի սիրով լցվելու։ Գիտես, երբ որ դու արտերկրում ես, բոլոր քեզ ժպտում են։ Ու դու զարմանում ես ինչի են մարդիկ ժպտում։ Ես այս դառը օրինակը մի անգամ պատմել եմ եկեղեցում, շատ ուշ ժամի մեր ինքնաթիռը վայրեջ կատարեց, ու ժամը 3-ը 4-ն է, այդ դիմավորողները կանգնած են, ու եվրոպացի տատի, պապի, սենց գալիս են, սենց ժպտում են, ասում են ողջ ու իբա սենց ժպտում են, մեկ սենց կանգնած, ինչ է կապուշի պես ժպտեմ, ոչ քնել ենք, ոչ ձեր կերած խմած, հավեսն ունենք, ոչ էլ ձեր փողերն ունենք, ժպտակ, բա ինչ կանեք։ Գիտես, ասեցի փառք քեզ Տեր, որ այս մարդիկ հայերեն չեն հասկանում։ Ինչի ենք դառնացած աշխարհից, արդյոք չկա մի բան, որի համար մենք կարանք ժպտանք։ Ես Ուլֆեկմանն ասում էր մի եղի ջերմաչափ եկեղեցում եղի ջերմություն առաջացնող։ Գիտեք իրականում եկեք ջերմաչափ չլինենք։ Օ գինես չժպտաց, փիսիկ մի եղի, չժպտաց դու ժպտա։ Ժպտացիր չի կարում ժպտա, մի հատ այնպես լավ հումոր արա, որ կես ժամ ծիծաղի։ Չես կարա, այդ խի ընկերներիդ հետ կարում ես նույնը չես կարում։ Գիտեք, եկեք զարգանանք, եկեք ուրախությունը, սերը, խաղաղությունը, քաղցրությունը, եկեք առողջ փոխհարաբերությունը բերեք, եկեք զարգանանք, ամեն։ Երբեք մենակ մի մնա, և մենակ մի թող կողակցիդ։ Եթե դու չես խոսում իր հետ, ապա թույլ ես տալի, որ սատանան խոսի իր հետ։ Երբ որ դուք ընտանիքա կարող է լինի անհամաձայնություն, տարաձայնություն, ինչ որ հարցի շուրջ դուք տարբեր ձևով մտածեք, գուցե գժտություն լինի, բայց մենակ մի թող կողակցիդ, թույլ մի տուս, որ սատանան խոսի այդ ընթացքում, դու խոսի։ Աստծոն ասում է, երբ որ մեղք եք գործում, ձեր բարկության վրա արևը թող մայր չմտնի, շուտ հաշտվեք։ Արագ գտի նրա սրտի բանալին, մշակույթ, թե ճշմարտություն։ Սպիների վրա ծիծաղում է նա, ով երբեք վերք չի տեսել։ Սպիների վրա ծիծաղում է նա, ով երբեք վերք չի տեսել։ Իսկ մեր մշակույթը ցավոք այդքան էլ գնահատող չի։ Մենք գիտենք ծաղրել եւ ավակ սերունդը կհիշի մի թատրոն ասեմ, թատրոնի վերնագիրը ճիշտ է ծիծաղելի է, բայց դառը իրականություն է։ Գնա մերի արի սիրեմ։ Լսել եք տես թատրոն։ Փնտրեք YouTube-ում գճարեք։ Գնա մերի արի սիրեմ։ Մենք կենթանի մարդկան չենք սիրում։ Մեր բանաստեղծները, մեր շուրջ եղող մեծ մարդիկ, քանի չեն մերը հերոս չեն մեր համար։ Քանի չեն մահացե, քանի չեն գնացե, մեր համար հերոս չեն։ Գիտեք, 100 տարի մոտավոր Կոմիտասը համարվել է աղանդավոր մեր առաքելական եկեղեցու կողմից։ Կոմիտասը, մեծ երաժիշտ վարդապետ Կոմիտասը համարվել է աղանդավոր։ Վերջերս իրան սրբադասեցին։ Գնա մերի արի սիրեմ։ Իսկ կենթանության օրոք։ Գիտեք, գնահատեք ձեր շուրջ եղող մարդկանց կենթանության օրոք։ Գնահատեք, հարգեք, սիրեք, բարձրացրեք, ամեն։
Աստծո խոսքը ասում է, որ ձեր ավանդույթի պատճառով Աստծո խոսքը զանց եք անում։ Ավանդույթը ասում է մի բան, որ չի կարելի որ տղամարդը կնոջը գովի, կինը տղամարդուն գովի։ Ես հիշում եմ մի ծաղրանկար, տատիկ պապիկ նստած են իրար հետ, տատիկը հարցնում է, պատտվում է պապիկին հարցնում է, դու ինձ սիրում ես, պապիկը ինչ է պատասխանում, իմաստուն հայկական, իմաստուն խոսք ասում, բայց ես քեզ արդեն ասել եմ, երբ որ իմ որոշումը փոխեմ, այդ մասին քեզ տեղյակ կպահեմ։ Դե արի իմացի տատի ջան, սիրում է թե չի սիրում, կարող է ծածուկ փոխել է։ Գիտեք, այդքան ժլատ մի եղեք, եղբայրներ։ Մենք ժլատ ենք գումար տալու հարցում մեր կողակիցներին, դա այդպես է։ Ճիշտ է այն ձև չի, որ կողակիցները հրաժարվում են գումար վերցնել ծախսելուց, բայց եկեք ժլատ չլինենք։ Այո։ Իմ անայտն ասում է վերջը ասացիր։ Եկեք ժլատ չլինենք։ Ժլատ չլինենք խոսքերի մեջ։ Եկեք շռայլ լինենք, եկեք սովորենք գովել, սովորենք գնահատել, սովորենք մի խոսք կա, քրիստոնյաները վախենում են դա օգտագործեն, հաճոյա խոսել։ Լսի, ինչի կարելի է դու քո ղեկավարի մոտ, քո շեֆի մոտ, քո գործատուի մոտ, քո չգիտեմ, այն մեկի մոտ որ քեզ գումար է տալի, կարող ես հաճոյա խոսել, բարև ձեզ, ոնց եք, լավ եք, հա, դե ինչ լավ է, որ լավ եք, գեղեցիկ տեսք ունեք, այսօր այս կոստյումը ձեզ շատ սազում է, մազերդ նորից կտրե շատ լավ է եղել, ինչի օտարին դու կարում ես հաճոյա խոսես, ինչի կողակցից չես կարում հաճոյա խոսես, ամեղ կա, չէ, մի բան ասեմ ոչ մեկի չասես, եթե դու չհաճոյա խոսեցիր, ինչ-որ մեկը կգտնվի կհաճոյա խոսի, այն ժամանակ արդեն լավ չի լինի, դրա համար գնա ու սկսե հաճոյա խոսել, ամենասոխ չեղավ, Մարկոս ավետարան, 10-րդ գլուխ 6-րդ խոսք, բայց ստեղծագործության սկզբից Աստված նրանց արու էկարարեց և ասեց, սրա համար մարդ իր հորը և մորը կթողնի և իր կնոջը կհարի և երկուսը մեկ մարմին կլինեն և այնպես որ այլևս երկուսը չեն, բայց մեկ են, ուրեմն ինչ որ Աստված միավորեց, թող մարդը չբաժանի, սա մարդը չբաժանի, ինչ որ Աստված միավորեց և Աստված արուեկ ստեղծեց և ասեց նրանք մեկ մարմին են և թողի հայր, մայր և կնոջը կհարի։ Իհարկե, նաև մենք կարդում ենք Եսայի մարգարեության մեջ, որ նաև կնոջն է նույն պատվերը տալի, բայց որպեսզի իրականում մեկ մարմին լինեն, պետք է հայր մայր թողեն, պետք է քո համար քո հերոսը լինի քո կողակիցը։ Ամեն։ Եվ եթե դու չթողես, դու երջանիկ, լիարժեք երջանիկ կյանք չես ունենա։ Հովանու ավետարան 10:10 ասում է, գող ուրիշ բանի համար չի գալի, ապա գալիս է որպեսզի գողանա, սպանի, կորսեցնի, իսկ ես եկա, որ կյանք ունենաք եւ ավելին։ Ունեցեք Հիսուսին ձեր կյանքում։ Խոսքը ասում է, որ 3 պատիկ թելը չի կտրվի։ Երբ որ դու ունես Քրիստոսին քո կյանքում, գողը չի կարող գալ եւ գողանալ քո երջանկությունը, քո սերը։ Եղել է ուրախ, զվարթ, նստած, երջանիկ, ասում, խոսում եք, մեկ էլ մի հատ ունենց, չգիտեմ որտեղից, այսինքն գիտեմ, միտք է գալի ու դու ասում ես, որ ասում է մի փոքր ճանճ ամբողջ մեղրի կարասը գարշաու տանում, սենց ուրախ, զվարթ, ընտանիքով նստած եք, մեկ էլ մի խոսք ասվում է ու քար լռություն, տրտմություն նշնում է ու բոլորը սկսում են դիրքավորվել։ Ես ինչ ասեց, տնաս խի ասեց, տնաս ինչի նկատի ունի, գիտեք, ուղիղ եղեք իրար հետ, ուղիղ իրար աչքերի մեջ նայեք, երբեք սա քաղաքական կյանք չի, որ ամեն խոսքի, ամեն նախադասության տակ տողատակեր մանգաս կամ ալեգորիաներով խոսես, շիտակ եղեք իրար հետ,
բա հիշում ես ես քեզ ինչ ասեցի, ինչ ասեցիր, դու ասեցիր, որ գումար դուր, հա, տվեցի, ինչքան, ասեցիր օրինակ 10,000 դու 10,000 դու, երբ որ ես ասում եմ 10,000 դու չես մտածում, որ ես 20,000-ի կարիք ունեմ, ինչ կլինի ասա 20,000, կամ երբ որ 10,000 20,000 դուր ինչ ա եղել, չի եղել, չէ? Կորինթացիների թուղթն ասում է սերը երկայնամիտ է, սերը քաղցր է, սերը քաղցր է, ես ուզում եմ մենք նայենք մեր կյանքը, նայենք մեր ընտանիքին իրականում, մենք քաղցր ենք, սերը քաղցր է, սերը քաղցր է, և քո փոխհարաբերությունը խոսում է, դու սիրո մեջ ես քայլում, թե ոչ, սերը չի նախանձում, սերը չի նախանձում, սերը չի գոռոզանում, սերը չի բարկանում, սերը չի լրփանում, իրենի չի որոնում, չի գոռոզանում, չարը չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, հապա ուրախանման ճշմարտության հետ, ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի հույս ունի, ամեն բանի համբերում է, սերը երբեք չի վերջանա։ Օրից մի օր խոսած սերը դիմանում է և սերը չարը չի մտածում։ Օրից մի եղբայր եկավ և ասեց. եղբայր, երկրորդ կին ունենալը մեղք է, ասեցի այո, շատ լավ, գնաց, մի շաբաթից եկավ ասեց, մի բանի համար ուզում եմ, որ մենք աղոթենք։ Ասի ինչի համար, ասեց չէ թող էդի հոգս լնի, Աստված տերնեմ ասի այո, ձեզ դե արի աղոթենք։ Ես այլ մի ամիտ ասի, դեր ողորմություն տարա մեր եղբոր կարիք լրացրա, անցավ եւս մի շաբաթ եկավ ասեց, փաստորեն Աստված քո աղոթներ չլսեց, ասի ինչի համար։ Ձեզ կինս հիվանդ էր, եթե մենակ մահը կբաժանի մեզ, ես ուզում եի, որ իմ կինը մահանար, ես նոր կին եմ ուզում։ Գիտես, նորը հավատ էր, ինքը մի քիչ էլ գլխի հետ խնդիր ուներ։ Ասո խոսած սերը չար բան, չի մտածում։ Օ դուք ասես գիտեք, չէ, նաև ադեկվատ մարդիկ են եկե ու խնդրե, որ աղոթենք, որ Տերը ազատի իրանց կողակցից։ Սերը չար բան չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, բայց ճշմարտության հետ, ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի համար հույս ունի, ամեն բանի համբերում է և սերը երբեք չի վերջանա։ Սերը երբեք չի վերջանա Աստծո խոսքն ասում է։ Ամեն։ Եկեք զարգանանք սիրո մեջ, եկեք աճենք սիրո մեջ, եկեք բարձրանանք սիրո մեջ։ Գիտես, վերցրա քո ընտանեկան նկարը և տես։ Եվ դու ինքդ քո հարցին պատասխանի։ Այն ժամանակ էլ լավ թե հիմի։ Քո երեխաների հետ քո փոխհարաբերությունը, քո ծնողի, քո կողակցի, քո ընտանիքի անդամների հետ քո փոխհարաբերությունը, այն ժամանակ էլ լավ թե հիմի։ Այսօր ես դու ավելի լավ զգում, այսօր քո համար ավելի կոմֆորտն է, այսօր ավելի լավ թե այն ժամանակ։ Եթե կա սեր, նա կհաղթի։ Պահի քո սերը, ամեն։ Որովհետև սերը մահվան պես զորավոր է, 2-րդ գլուխ։ Շատ ջրեր չեն կարող հանգցնել սերը։ Գետերը նրան չեն կարող ընկղմել։ Եթե մի մարդ իր տան ողջ ստացված գտա սիրո փոխարեն, անարգելով կանարգեն նրան։ Դու սիրո փոխարեն չես կարող ինչ-որ մի բաներ տալ, բայց գիտես, կողակիցդ մարդը, որ ունի զգացմունք, ընտանիքիդ անդամը մարդը, որ ունի զգացմունք, շատ անգամ մարդիկ ասում են, ինչ եք ուզում, ամուսինն ասում է, կերակուր եք ուզում, ուտելիք եք ուզում, գումար եք ուզում, ես ապահովում եմ, սրանից ավել, էլ ինչ եք ուզում, բերում եմ գումարը, տալիս եմ, բավարարվեք, ինչ եք ուզում ինձանից, հոգնած եմ, եկել եմ մի խոսացրեք, իմ հետ գործ չունեք, չէ, ընտանիքդ քո սիրո կարիքն ունի,
Ամեն։ Խոսիր։ Ինչ որ խոսես, այն կունենաս։ Լեզուն խոսում է սրտի ավելցուկից։ Թող բխի սիրո գետերը քո վերանից։ Ամեն։ Երկերքոսն ասում է 4-րդ գլուխ 10-րդ խոսք։ Ինչ գեղեցիկ է քո սերը, ով իմ քույր հարս։ Ինչ լավ է քո սերը գինից կակուղ բուրմունքը խունկերից ավելի։ Գիտես, երկերքոց գիրքը ինքը շատ խոսում եւ գովաբանում է մեկը մյուսին ամուսնական փոխհարաբերություն է։ Դուք կարող եք մեկը մյուսին նայեք ու սկսեք գտնել բաներ, որ գնահատեք։ Մարդիկ ասում են, որ երբեք էլ տղամարդը չի կարող հասկանալ կնոջը։ Համաձայն եք դրա հետ թե ոչ։ Ես համաձայն եմ։ Դու գիտես ինչի համար։ Որովհետև դու միշտ կարող ես նոր բաներ բացահայտել, ու ավելի սիրով, ավելի հարգանքով լցվել։ Նոր ավելի գեղեցիկ բաներ գտնես։ Նոր ավելի բաներ բացահայտես քո կողակցի, որովհետև դու կասես, իրոք, գիտես այնքանով իրոք, որ Աստված է ստեղծել իրան։ Այո, ու շատ կարևոր է խնդրին դու ինչպես ես մոտենում։ Մի անգամ ես խոսքի մեջ ասեցի, որ ջուրը ինքը կարա գոլորշի լինի, ինքը կարող է սառույց լինի, այո, եւ կարող է ուղղակի ջուր լինի։ Ջուրը կարող ես խմել, նույն H2O ջրի մեջ դու կարող ես խեղդվել մահանալ, նույն սառույցը կարող է բաժակի մեջ շատ հաճելի զգացողություն տա շոկ ժամանակ, նույն սառույցը կարող է քեզի վնաս տա։ Այո։ Խնդիրն ինչպես ես մոտենում, հարցին ինչպես ես մոտենում, դա քո որոշման խնդիրն է։ Ընտանիք ստեղծելու համար բավական է սիրել, իսկ այն պահելու համար պետք է սովորել, համբերել եւ ներել։ Համբերել եւ ներել ընտանիքը պահելու համար։ Գիտեք, նա քո պատասխանատվությունն է պահել, պաշտպանել, ոչ թե դիմանալ, այլ պահել եւ երջանիկ լինել։ Արաքած 17-րդ գլուխ 9-րդ խոսքն ասում է. Մեղք ներողը հետամուտ է սիրո, իսկ խոսքը կրկնողը մտերիմ ընկերին կբաժանի։ Ասում ես դե լավ, անցած լինի։ Դու սիրով ծածկեցիր ու շարունակեցիր փոխհարաբերությունը, բայց խոսքը կրկնողը մտերիմ ընկերին կբաժանի։ Հա, բայց գիտես, մի ասա։ Մի կրկնի խոսքը, որ չբաժանես։ Այո։ Այո։ Լսեք առանց ընդհատելու։ Խոսեք առանց բարկության։ Տվեք առանց խնայելու։ Աղոթեք առանց դադարելու, պատասխանեք առանց վիճելու, բարին գործեք առանց հապաղելու, աշխատեք առանց տրտնունջի, վստահեք առանց կասկածելու, ներեք առանց կշտամբանքի, գնահատեք այն ինչ ունեք։ Գնացեք տոն եւ գնահատեք ինչ որ ունեք։ Ձեր ընտանիքը, այո։ Այսպիսով, նորից դառնանք ամուսնական փոխհարաբերության։ Կորինթացիս, առաջի Կորինթացիս 11:3-ը։ Բայց կամենում եմ, որ դուք իմանաք, որ ամեն մարդի գլուխը Քրիստոսն է եւ կնկա գլուխը մարդը, իսկ Քրիստոսի գլուխը Աստված։ Ամեն մարդու գլուխը Քրիստոսն է։ Քրիստոսի գլուխը Աստված է։ Իսկ կնոջ գլուխը ամուսինն է։ Աստծո խոսքն է ասում։ Ինչքան որ
Եկեղեցու գլուխը Քրիստոսն է, ամեն։ Ինչքան որ եկեղեցին հնազանդվի Քրիստոսին, այդքան եկեղեցին Քրիստոսից օրհնություն կստանա։ Եվ մեկ ուրիշ տեղ ասում է, կանայք հնազանդվեք ձեր ամուսիններին, ինչպես եկեղեցին Քրիստոսին։ Հետո շարունակում ամուսիններ, սիրեցեք ձեր կանանց, ինչպես Քրիստոս եկեղեցին սիրեց։ Գիտես, կինը պետք է հնազանդության մեջ լինի, ամուսինը պետք է սիրո մեջ լինի։ Սերը չեն պահանջում, ոչ էլ հնազանդությունն են պահանջում։ Ամուսինը հնազանդության կարիք ունի։ Կինը սիրո կարիք ունի։ Այո։ Որտեվ Եփեսացիների 5:21-ն ասում է. հնազանդ եղեք իրար հետ Աստծո վախով։ Ստեղա որ 3 պատիկ թելը երբեք չի կտրվում։ Երբ որ փոխհարաբերության մեջ տարաձայնություն կա, անհասկացողություն, անհամաձայնություն կա, թուրըմբռնում կա, ստեղ գալիս է Տիրոջ երկյուղը արդեն։ Դու սպասում ես, դու համբերում ես Հիսուսի անունով։ Դու համբերում ես հանուն Աստծո, Տիրոջ երկյուղով, որովհետև Տերն ասել է, որ մարդը չբաժանի, որովհետև Տերն ասել է ձեզ միայն թող մահը բաժանի։ Այո։ Եվ խոսքն ասում է իրար հնազանդ եղեք Աստծո վախով, կանայք հնազանդ եղեք ձեր մարդկանց ինչպես Տիրոջը, եւ մարդը կնոջ գլուխն է ինչպես Քրիստոս եկեղեցու, եւ ինքը մարմնի փրկիչ է։ Բայց ինչպես եկեղեցին հնազանդ է լինում Քրիստոսին, այնպես կանայք իրենց մարդկանց ամեն բանի մեջ։ Կանայք իրենց մարդկանց ամեն բանի մեջ։ Չէ։ Ես մի ասածը արեցի, երկրորդն արեցի, ոնց որ առիթավորվավ, հա։ Աստծո ասում է ամեն բանի մեջ։ Գուրերն ասում են իմ հետ ամեն բանի մեջ։ Հեսա դուք էլ ասելիք ունեք։ Տղեկ ջան, դուք էլ ասելիք ունեք։ Մա կանայք հնազանդ լինեն իրենց ամուսիններին ամեն բանի մեջ։ Բայց գրված է ամեն բան քննեք, բարին ամուր բռնեք։ Իդի քո համար չի գրած։ Քո համար գրած է, որ ամեն բանի մեջ դու պետք է հնազանդ լինես, այո։ Ինչպես եկեղեցին հնազանդ է Քրիստոսին, այնպես կանայք իրենց մարդկանց ամեն բանի մեջ հնազանդ լինեն։ Եկեղեցին չի քննարկում, չէ՞։ Եկեղեցին չի քննարկում, Տերը ճիշտ ասեց, թե սխալ ասեց, կամ ինչի համար սա ասեց, Տերն ասեց, մենք ընդունում ենք։ Եթե նույնիսկ չենք էլ կարողանում անենք, ասում ենք, Տեր, դու ճիշտ ես, օգնի իմ տկարությանը։ Այո։ Երևեսի պետք չէ ասել։ Շարունակենք, մարդիկ սիրեք ձեր կանանց, ինչպես Քրիստոս սիրեց եկեղեցուն իր անձը մատնեց նրա համար։ Նայեք, Աստծո սերը այնպիսին էր, որ իր կյանքը դրեց իր եկեղեցու համար Քրիստոսը։ Իսկ դու ինչի ես պատրաստ քո կողակցի համար։ Գիտեք, երբ որ սերը ինքը չի պահանջում, երբ որ ընտանիքում արդեն պահանջատեր եղավ, մի կողմը կինը կամ ամուսինը, ընտանիքում բալանսը խախտվում է եւ երջանկություն այլևս չի կարող լինի։ Այո, բայց երբ որ ամեն մեկը իր գործառույթի, իր դերի մեջ է, իր անելիքի մեջ է, ամեն ինչ շատ լավ է։ Այնպես պետք է մարդիկ սիրեն իրենց կանանց, ինչպես իրենց մարմինները։ Ով իր կնոջը սիրում է, իրեն է սիրում, որովհետև ոչ ով չի կարող ատել իր անձը, այլ կերակրում է, պահպանում է ինչպես Տերը եկեղեցին։ Տերը եկեղեցին կերակրում եւ պահպանում է, եղբայրներ, ամուսինները կերակրում եւ պահպանում են իրանց կողակիցներին։ Որովհետև նրա մարմնի անդամներ ենք, նրա մարմնից, նրա ոսկորից, սրա համար մարդը կթողի
իր հորը, մորը եւ կնոջը կհարի եւ երկուսը մեկ մարմին կլինեն։ Այս խորհուրդը մեծ է, բայց Քրիստոսի եւ եկեղեցու վրայով եմ ասում։ Սակայն դուք լավ։ Մենք Առակաց գիրք 10-րդ գլուխ 9-րդ խոսք։ Կատարելությամբ վարվողը ապահով կգնա, բայց իր ճանապարհը ծռողը կճանաչվի։ Աչքով ակնարկ անողը նեղություն է տալիս եւ հիմարի շրթունքներ ունեցողը կկործանվի։ Կյանքի աղբյուր է արդարի բերանը, բայց բռնությունը կգոցի ամբարիշտի բերանը։ Ատելությունները կռիվներ կքրքրի, բայց սերը հանցանքներ կծածկի։ Աստծո խոսացումը որ կյանքի աղբյուր է արդարի բերանը։ Կան արդարներ, արդարի բերանը խոսացումը որ կյանքի աղբյուր է։ Ինչպես եք մեկը մյուսի դիմում ընտանիքում։ Արդյոք ձեր խոսքերը կյանքի խոսքերա, արդյոք ձեր խոսքերը ապագայի խոսքերա, հույսի խոսքերա, արդյոք ձեր խոսքերը քաջալերանքա, սերա, հույսը, հավատքա, ձեր խոսքը ինչ է տալի ձեր ընտանիքում եղողներին, ընտանիքի անդամներին, իրանք ապավինություն, իրանք պաշտպանություն, իրանք հույս, իրանք սեր, ինչ են վերապրում ձեր խոսքերից։ Որովհետև արդարի բերանը խոսում է կյանքի խոսքեր։ Այո, կատարելությամբ գնացողը ապահով կլինի։ Եկ, իսկ ով է կատարելությամբ գնացողը։ Կատարելությամբ գնացողը նա է, ով որ Աստծո խոսքին հետևում է։ Եկեք գնահատենք, եկեք գովենք եւ եկեք պատվենք։ Եկեք գնահատենք։ Քո ընտանիքի անդամների մեջ կա չէ բան որ դու կարող ես գնահատել։ Գիտեք, ախր մենք ասում ենք աշխարհի ամենազարգացած, ամենախելացի, ամենաշնորհքով, ամենաթասիբով ազգն ենք մենք, չէ՞։ Բայց երբ որ կինդ ինչ որ կերակուր է պատրաստում, դու կարող ես իրան ասել շնորհակալություն այդ պատրաստած կերակուրի համար, այո, բայց երբ որ տունը հյուր կա, վախում ես ասես։ Որովհետև երբ որ ասես շնորհակալություն համեղ էր կերակուրը, գիտես ինչ կլսես։ Լսես, չէ՞։ Դիզախ կլսես։ Դա վերջացրա։ Ինչի համար ենք մենք այսպիսին։ Ինչի համար դու կարող ես ռեստորանում ինչ-որ մի բան ճաշակել կամ թեկուզ սրճարան գնաս սուրճ խմես կամ չգիտեմ մի հատ պիցա ուտես, մի հատ Ունչիկ բերած ինչ-որ մի բան ուտես եւ ասես շնորհակալություն։ Օտարին կարող ես ասել շնորհակալություն, բայց հարազատին չես կարող ասել։ Ինչի համար։ Ինչի համար մենք չգիտենք օրհնել, ինչի համար մենք չգիտենք գնահատել, ինչի համար մենք չգիտենք գովել եւ բարձրացնել։ Որովհետեւ Աստծո խոսացումը ընծան ճանապարհ է պատրաստում։ Քո խոսքերը կարող են ընծադառնալ։ Այո, քո վերաբերմունքը կարող է ընծադառնալ։ Շատ անգամ քո արած ընծան կարող է դիմացին իսկի պետք չի։ Ընդամենը քո վերաբերմունքն է պետք։ Խնդրեմ, ինչ որ մեկի ծնունդն է, կոպտի վիրավորի հետո հանի նվեր տա։ Պետք է իրան հետ նվերը, կընդունի հետ նվերը։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Հիշի համար առաջին է քո ընտանիքի մեջ դու ես պետք։ Դու ես պետք։ Եվ երբ որ մենք մեր մշակույթից, մեր ավելնորդություններից ենկում ենք, իրականում մենք շատ արժեքավոր եւ պիտանի ենք։ Երկրորդ գիրք երկրորդ գլուխ 1-ից 3 համարներ է։ Ես Սարոնի ծաղիկն եմ, հովիտների Շուշանը։ Ինչպես Շուշանն է փշերի միջին, այնպես իմ ընկերուհին աղջիկների միջին։ Ինչպես խնձորենին ծառերի, անտառի ծառերի մեջ, այնպես իմ սիրեկանը տղաների մեջ։
Աստծո խոսքը ասում է, որ շերի մեջ կա ծաղիկ եւ էդի գողակիցնա։ Եվ անտառի ծառերի մեջ, վայրի ծառերի մեջ կա մի ծառ, որը բտուղա տալի, որը բերքա տալի դա խնձորենին է եւ դա քո գողակիցն է։ Մնացածը վայրի ծառեր են, մնացածը քոնը չեն։ Դրա համար Աստծո խոսքը ասում է ջուր խմի քո աղբյուրից։ Ջուր խմի քո աղբյուրից։ Ով կարող է առաքինի կին գտնել։ Նրա գինը ավելի է, քան թե գոհարը։ Շատ աղջիկներ առաքինություն են գործել, բայց դու նրանցից ավելի գերազանց եղար։ Կինը ամուսնու մասին է խոսում։ Կնոջը չի կարելի գովել։ Գիտես, այսպես թե այնպես պետք է գովես։ Եթե քո կնոջը չգովեցիր, օտարին ես գովելու։ Մի գործանի քո դրախտը, այո։ Սուտ է վայելչությունը, սուտ է գեղեցկությունը, այն կինը, որ վախենում է Տերից, նա կգովվի։ Տվեք նրան իր ձեռքի արդյունքը, եւ նա նրա գործերը կգովեն նրան դռներումը։ Մենք պետք է սովորենք գնահատել, մենք պետք է սովորենք հարգել, խոսել, գովել, որովհետև Աստված ինչ որ արեց, խոսքով արեց, առանց խոսքի ոչինչ չարեց։ Եթե մեր կյանքում մենք փոփոխություն ենք ուզում, մենք պետք է սովորենք խոսել։ Այո, մենք պետք է սովորենք խոսել։ Առակաց գիրքը 5-րդ գլուխ 15 խոսքն ասում է. Քո ջրորից ջուր խմի, եւ քո ջրորի միջից հոսող ջրերից է։ Քո աղբյուրները տարածվեն դրսում հրապարակներում ջրի վտակների մեջ, միայն քոնը լինի, ոչ թե օտարինը եւ քոնը։ Եվ թող քո աղբյուրը օրհնյալ լինի եւ ուրախացիր քո երիտասարդության կնոջ հետ։ Աստծո խոսքը ասում է, քո աղբյուրը միայն քոնը թող լինի։ Ես ամենի հետ եմ ուզում խոսեմ, թե կին, թե տղամարդ։ Քո աղբյուրը միայն թող քոնը լինի։ Ժպիտ կա, բոլորս պետք է ժպտանք մեկից մյուսի, բայց ժպիտ կա, որը դու կողակցից բացի ուրիշ իրավունք չունես տալու։ Ծիծաղելու ձայն կա, որը կողակցից այդ բացի ուրիշ մեկը չպետք է լսի։ Մտերմություն կա, խոսքեր կա, որ կողակցից այդ բացի ուրիշ ոչ մեկ չպետք է լսի։ Ամեն։ Աստծո խոսքը ասում է. քո ջրորից թող ջուր խմի միայն քո կողակիցը։ Ոչ օտարը։ Ոչ օտարը։ Դու կարող ես ամենքետ ճաշել, ամենքետ շփվել, ամենքետ ընկերությանալ, ամենքետ հաղորդակցություն ունենալ, բայց քո ջրերը չպետք է հոսեն հրապարակների մեջ։ Քո ջրից օտարը չպետք է խմի։ Քո սերը, քո ուրախությունը ամեն ինչին չափ կա։ Ճիշտ ենք հասկանում ինչի մասին է։ Այո, մենք քույրեր, եղբայրներ կարող ենք շփվել, հաղորդակցվել, մենք կարող ենք ուրախանալ, մենք կարող ենք հաց կտրել իրար հետ, մենք կարող ենք ժպտալ, մենք կարող ենք ինչ-որ հումորներ լսել, ծիծաղել միասին լացել, միասին ուրախանալ, բայց գիտեք, ուրախության չափ եւ ձև կա։ Մտերմության, ծիծաղի, արտահայտության, խոսքերի, վերաբերմունքի ձև կա։ Ես չեմ կարող ունենալ որևէ մի կնոջ հետ մի վերաբերմունք, որը ես իմ կնոջ հետ ունեմ։ Նույնիսկ դու քո մոր, քո քրոջ, քո հարազատի, նույնիսկ քո երեխայի հետ դու չես կարող
խոսել կամ այդ վերաբերմունքը ցույց տալ։ Եվ ինչքան դու այս հարցում փակ ես, այնքան ընտանիքդ օրհնված է, այնքան ընտանիքդ ավելի կերակրված է։ Ինչքան գումարը դուրսը շատ ծախսես, ներսը ծախսելու բան չի ունենա, չես ունենա։ Ինչքան խոսքերդ պահես ժլատություն անես, շռայլես քո կողակցին, այնքան կողակիցդ ավելի երջանիկ կլինի։ Այո։ Շատ կարևոր է։ Երբեմն մարդկանց հետ շփվում ես ու ասում են. Ինչի համար ես դու այդքան չոր, կոպիտ։ Մենք ընդմիջում չենք անում, մի անգամից ավարտում ենք։ Ինչի համար ես դու այդքան կոպիտ, այդքան սարդ, ինչի համար ես։ Գիտես, ամեն մեկի հետ քո փոխհարաբերության չափը դու պետք է իմանաս, որպեսզի գայթակղության պատճառ չդառնաս։ Այո։ Դες մենք տարիներ առաջ եղբայր ունեինք։ Բոլորը հետ ասում, խոսում, ծիծաղում ու չափերն անցնում էր։ Եվ եկեղեցու կեսը սիրահարված էր իր վրա։ Ընտանիքներում խնդիրներ էր առաջանում։ Ընտանիքում խնդիրներ էր առաջանում։ Գիտես, քո աղբյուրը, թող լինի քո կողակիցը։ Ամեն կին թե տղամարդ։ Եվ այս ձևով քո ընտանիքը ավելի օրհնված կլինի, ավելի հաստատուն կլինի, ավելի կերակրված կլինի։ Այո։ Այսպիսով մենք մեր փոխհարաբերությունները պետքա զարգացնենք, մենք մեր ընտանիքը պետքա կերակրենք, մեր ընտանիքը պետքա զարգացնենք, ես զարգացնելու վրա ուզում եմ շատ ավելի շեշտ դնենք, որովհետև Աստված ասեց նրան. աճեք եւ բազմացեք, լցրեք երկիրը, տիրեք, իշխեք ձկներին։ Դու պետքա այնքան ուժեղ լինես, որ դու կարողանաս քաջալերել, նաեւ զսպել, առաջնորդել, նաեւ կառավարել։ Լսում եք ինձ, խնդրում եմ ուշադիր եղեք։ Դու պետքա կարողանաս հայր եւ մայր, երեխաների մասին է խոսքը։ Ամուսին, դու պետքա կարողանաս քաջալերել, սեր տաս, ուրախություն տաս, բայց ոգևորել, բայց միևնույն ժամանակ դու պետքա կարողանաս իշխես, տիրես, կառավարես։ Աստվածաշունչը միայն ընտանիքում է, որ ասում է իշխի։ Ամուսնուն ասում է կնոջդ իշխի։ Այո։ Ադամին ասում։ Դու պետքա ի վիճակի լինես։ Իշխել դա չի նշանակում ինչ-որ փայտով դու իրան պետքա ծեծես։ Դու պետքա շատ ավելի իմաստուն լինես։ Դու շատ ավելի պետքա կարդաս ու կարդաս, շատ ավելի պետքա սովորես։ Գիտես մի բան որ թանկ է, դու իր հետ շատ ավելի զգուշ ես վարվում։ Ունեք թանկարժեք հեռախոս։ Այդ հեռախոսի վրա պլյոնկա եք, չէ՞, քաշում, որ իր էկրանը չխազվի։ Ես իմ ակնոցները երբեք սեն չեմ դնում, որպեսզի չխազվի, որովհետև կարևոր է իմ համար։ Գիտես, որպեսզի սիրտը չտրտնի կողակցիդ, դու պետքա իմաստությունով անես։ Առակաց գիրքն ասում է, եւ իշխողը թող իմաստությունով իշխի։ Բայց պատասխանատվությունը քո ուսերին է։ Աստված որ եկավ եւ այն չարծրեց, առաջինը Ադամին հարցրեց. Ադամ, արդյոք կերակ է այդ պտղից։ Դες դրա համար շատ կարևոր է։ Աստված Ադամին ասաց իշխեք։ Ադամը ուներ իշխանություն, բայց Ադամը իշխանությունը չգործածեց, որովհետեւ ինքը պետք է իշխեր ծովի ձկներին, երկնքի թռչուններին, երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա։ Բայց Ադամը չիշխեց օձի վրա։ Ինչի չիշխեց, որովհետև ամենավերջում է գրվում իշխեք։ Իշխելուց առաջ Աստված ասել էր տիրեք, իրավիճակին պետքա տիրեր։ Ուր ես Եվա։ Ուր ես Եվա։ Այդ ում հետ ես խոսում։ Բոլոր խանդոտ եղբայրներ ասին.
Ամեն, ալելույա։ Ադամը իրավիճակի վրա չէր տիրապետում։ Բացի այն, որ ինքը օծին պետք է իշխեր, իրավիճակի վրա չէր տիրապետում։ Տիրապետեք իրավիճակին։ Իրավիճակի վրա տիրապետել չի նշանակում ձայն բարձրացնել։ Եթե մի բան դու չգիտես, դու հարցնում ես, դու փնտրում ես, դու ելք ես մանգալի։ Հանձնվել ուղակի բաց թողել ուղակի դա ճիշտ չի։ Տիրեք, բազմացեք և լցրեք։ Բազմացեք և լցրեք, ինչ բազմացեք և լցրեք, խոսն ասում է, աճեք, հետո ասում է բազմացեք և լցրեք։ Եկեք աճենք մենք, եկեք ընտանիքում սերը, ուրախությունը, վստահությունը, իրար հասկանալը, չգիտեմ ինչքան լավ բաներ կա, եկեք թող աճի մեր մեջ։ Խոսքն ասում է, Տիրոջ, խնդրեմ ուշադիր եղեք, երեսի առջև, չի ասում ուրախություն կա, ասում է ուրախությունների լիություն կա, և ասում է աջ կողմը, չի ասում քաղցրություն, քաղցրություններ, հոգին նույնն է, ներգործությունները զանազան են, միշտ սիրող սրտին բարեր կա, բարեր կգտնի ինքը, այո, գնահատիր երեխայիդ, խոսիր իրան, որ ինքը հերոս կդառնա, երբեք իրան մի ասա, որ քո մոտ չի ստացվի, գնահատի քո ընտանիքը, բարձրացրա քո ընտանիքը, որովհետև դու ընտրված ես, դու կանչված ես, որպեսզի զարգանաս, որպեսզի զարգացնես քո ընտանիքը, այո, որպեսզի այդ զարգացրածը բազմացնես։ Հին ինչ որ իմ ընտանիքի մեջ, իմ երեխաները, իմ կինը տեսել են ինձանից, այդ նույն բաները իրանց յանքում դրսևորվում է։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին ասում է, և Նիկե տատուց փոխանցվեց հավատքը քեզ։ Իմ երեխեքը ինձանից սովորել են աստվածավախություն, սովորել են դժվար ժամանակ աղոթք անել և Տիրոջը հարցնել, սովորել են ծունկ ծալել, սովորել են երկրպագել Տիրոջը։ Ինչ են տեսել։ Դու պետք է օրինակ լինես, դու պետք է ինքդ զարգանաս, զարգացնես և այդ զարգացած բաները, այդ վեհ արժեքները դու պետք է շատացնես և փոխանցես։ Եվ դու պետք է իրես, դու պետք է վերահսկես, դու պետք է վերահսկես։ Խոսքն ասում է առաջնորդների համար, ասում է հիշեք, որ դուք նրանց հոգիների համար վերակացուներ եք և իրանց հոգիների համար Տիրոջը պետք է հաշիվ տաք։ Մեր ընտանիքի համար մենք հաշիվ պետք է տանք։ Դրա համար մենք պետք է իրավիճակները հսկենք։ Եկեղեցում ասում է, հոտին օրինակ եղի, վիճակների վրա մի հսկի, բայց եկեղեցում է ասում, որովհետև եկեղեցու գլուխը ոչ ես եմ, ոչ դու, Քրիստոսն է եկեղեցու գլուխը, ամեն։ Բայց ընտանիքիդ մեջ դու պետք է ունենաս, դու պետք է հմտությունների տիրապետես, որովհետև եթե մի բան թանկ է քո համար, առաջի անգամ ես հիշում եմ ինձ կնոպիշնի հեռախոս, երբ որ ես ունեցա, երևի դա 20-22 տարի առաջ էր, նոր հեռախոսները դուրս էին եկել, ես սովորել էի այդ հեռախոսին, մի տարի հետո դուրս եկավ արդեն, երևի 2 տարի հետո գունավոր էկրանով հեռախոս, բայց էլի կնոպկեքով, հետո, բայց այդ գունավորը սկզբից ուղղակի դեղին էր, հետո կապուտ եղավ,
Հետո ֆունկցիաները շատ էր։ Բայց դրանից հետո երբ որ մի նոր հեռախոս ես ունեցա, կարծեմ Samsung թե Siemens էր, իրա մեջ այնքան ֆունկցիաներ կար, ես շփոթվել էի, ասեցի իմ հին հեռախոսը լավն է, ես դրանից գլուխ չեմ անի։ Այդ հեռախոսը ինձ նվեր է տվել քույրիկս եւ ասեց ախպեր միշտապի հանկարծ քարտը չդնես հին հեռախոսիդ մեջ սա շատ ավելի ասում եմ լսի ես միայն զանգելա ինձ պետք ասեց դու վիզա մարդուն նման ես խոսում միշտապի ասի լավ վերցեցի սկսեցի օգտագործել նայել մյուսը ֆունկցիաները ու հետո հասկացա ինչքան լավն է դրանից հետո մի ուրիշ հեռախոս ունեցա հետո ուրիշ իմ լավ սենց ուր ու ամեն հեռախոս իր նոր ինչ-որ ֆունկցիաներն ունի ու բոլոր ֆունկցիաները ոչ մի հեռախոս ինձ չկուրացրեց ինձ չխուլացրեց ինձ համր չդարձրեց ինձ անդամալույք չդարձրեց իմ ախորժակը չփակեց կամ ինչ-որ մի վատ բան չարեց ինձի միայն ինձ իմ օգտի համար էր այո գիտեք բացահայտի կողակցիդ դուք ասես ուր ես տանում բացահայտի կողակցիդ օրնությունա ինքը քո համար քո ընտանիքի անդամները որ ես չեմ մոռանա մի անգամ փողոցով քայլում էի ու հանկարծ մի տարիքով մի քույրիկի տեսա ու ասեց վայ եղբայր ջան բարև ոնց ես ասի լավ ինչքան ժամանակ չեմ տեսել լավ ես ամեն ինչ ասի լավ դե փառք Տիրոջը մենք ենք լավ Քրիստոսից տված խաչը տանում եմ իմ խաչը ես տանում եմ փառք Տիրոջս վայ ասի Տերը օրհնի քեզ քույրիկ ջան ասեց ես էլ խաչս մանեմ գալի խաչ գնա քիլտես մեմ ով ենք խաչսա այսինքն հաս մամուսինս է գիտես քո կողակիցը քո օրնությունն է քո կողակիցը քո օրնությունն է դու կարաս ուղակի բացահայտես ու ամեն օր հիանաս նայես իրան հիանաս նայես ընտանիքի անդամներին քո երեխաներին քո ընտանիքի անդամներին հիանաս Աստծուն փառք տաս գնահատես եւ դու օրհնված կլինես այսպիսով զարգանում ենք աճում ենք տիրում ենք իշխում ենք ամեն եւ Տերն էլ օրհնում է ամենքիդ եկանգնենք ոտքի երկնային Հայր Հիսուսյանով քեզ փառք ենք տալիս աղոթում եմ Տեր Հիսուսյանով այն ամենը ինչի մասին Տեր որ մենք խոսեցինք Տեր խնդրում եմ Տեր որ դու օգնես Տեր որ այս խոսքերը օրհնություն լինեն մարդկանց կյանքերի մեջ Տեր զարգանալու Տեր նորոգելու իրանց կյանքերը իրանց ընտանիքները փոխհարաբերությունը Տեր կին ամուսին երեխա ծնող երեխա եղբայր քույր փոխհարաբերությունները Տեր շտկելու ուղղելու Տեր եւ որ քո արքայությունը լինի որ Տեր դու մեզ ստեղծեցիր եւ դրեցիր Եդեմի պարտեզի մեջ Տեր եւ որպեսի Տեր ամբողջ երկիրը Եդեմի պարտեզ դարձնենք Տեր Հիսուսյանով քեզ փառք եմ տալիս ամեն մեկ բան էլ կուզեմ ասեմ հավարտենք Հիսուսը հիշում եք ինչ աղոթեց ասեց հայր չեմ աղոթում որ դու իրանց վերցնես աշխարից այլ աղոթում եմ որ աշխարի մեջ պահես